Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հակամարտությունն ավելի է թեժանում։ Կողմերն այսօր մի քանի անգամ միմյանց վիրավորող եւ լուրջ մեղադրանքներ պարունակող գրառումներ են արել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Իլոն Մասկի քննադատությունից իր ներկայացրած բյուջետային օրինագծի վերաբերյալ, հավելել, որ չգիտի արդյոք լավ հարաբերությունները կպահպանի միլիարդատեր իր նախկին խորհրդականի հետ, թե ոչ։ Տեսեք, Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք, չգիտեմ այլևս այդպիսին կլինեն, թե ոչ, ես զարմացած եմ։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը այն բանից հետո, երբ նախկին խորհրդական Մասկը օրինագիծը որակել էր նողկալի։ Ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնն այս օրինագծի ներքին գործընթացներն ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը։ Հանկարծ նա խնդիր ունեցավ, հավելել է Թրամփը։ Թրամփի գրառումներին ի պատասխան Մասկը ԱՄՆ նախագահին մեղադրել է մանկապղծության մեջ։ Միացյալ Նահանգների նախագահը ներգրավված է Էփշտեյնի գործերի մեջ։ Դա է իրական պատճառը, որ դրանք չեն հրապարակվել, գրել է Իլոն Մասկը։ Էփշտեյնի գործը մի սկանդալային գործ է, որն առաջացել է 2000-ական թվականների կեսերին։ Ամերիկացի ֆինանսիչ Ջեֆրի Էփշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման մեջ, ինչպես նաև դատապարտվել է անչափահասների բռնաբարության համար։